Բրյուսովի համալսարանից 100 աշխատակից են հեռացրել ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի օրոք։ Հեռացվածների շարքում են պրոռեկտոր, դոկտոր պրոֆեսոր, պայմանագրային դասախոսներ, ադմինիստրատիվ աշխատանք կատարողներ։ Բրյուսովի անվան պետական համալսարանից հեռացված պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանն է հայտնում. Ինչու են դասախոսներին հեռացնում բուհից կամ չեն շարունակում պայմանագրեր ստորագրել։ Բուհից դասախոսները հեռացվում են այլախոհության, սկզբունք ունենալու, սեփական կարծիքն ասելու համար, փաստում են դասախոսները։ Ամեն ինչ անում էին, որ փորձեին ազատվեին րոպե առաջ, որովհետև իրենց համար սկզբունքային աշխատող փաստացի պետք չի, դա վստահ եմ ասում։ Եվ այսօրվա Հայաստանում նաև սկզբունքային աշխատողները որևէ տեղ չունեն, հատկապես իհարկե պետական հաստատություններում դա ակնհայտ է, դա փաստ է, դրա մասին են վկայում բազմաթիվ ազատումները, տարբեր ուղղություններով, տարբեր ճանապարհներով։ Բուհում աշակերտներին առաջարկում են թեզերի, հետազոտությունների թեմաներ, որոնք խորթ են նրանց։ Հայանպաստ մտածելակերպի զարգացմանը չեն նպաստում, ասում է Ցոլակ Ակոպյանը։ Նրան տեղեկություններն ուսանողներն են փոխանցում, որ մտահոգված են բուհի ճակատագրով։ Այն միջավայրը, որը սort տիրում է բուհերում ցավոք սրտի հարիր չի բուհական համակարգին, ժողովրդավարական հասարակությանը, մարդիկ ազատ խոսքի համար պատժվում են։ Իր հեռացման համար Ցոլակ Ակոպյանը դիմել էր դատարան, շահել դատն իր հեռացման հրամանը ապօրինի լինելու եզրակացությամբ։ Քաղաքական չափաբաժինը մեծ է այս գործընթացում, որն իրականացվում է նաև Մայրբուհում պետական համալսարանում։ Կադրային ջարդ է, որը լուծում է տգետ հասարակություն ունենալու խնդիրը, կարծում են զրուցակիցներս։ Խելամիտ մարդիկ տանում են համալսարան, այն համալսարան, այնտեղ այն ուսումնական հաստատություն երեխաներին, որտեղ գիտեն, որ կրթական ցենզը պայմանավորված է նաև դասախոսներով, այսինքն չեն տանում, չէ, լսարաններ, որտեղ գեղեցիկ լսարաններ կան միայն։ Գեղեցիկ լսարանը, որտեղ չկա լավ մասնագետով կաշխատի այդ երեխաների հետ, ոչ մի լավ բան չի տեղի ունենալու եւ ոչինչ չի կարող տեղի ունենալ։ Եվ այս մարդիկ այս մասը անտեսելով նույնիսկ այն երկրորդն էլ չեն անում, հա, այսինքն այստեղ եւ բովանդակային առումով ես միայն իմ ղեկավարած ամբիոնի մասով օրինակ կարող եմ ասել ինչ ահավոր բաներ են տեղի ունեցել։ Կրճատումներ, բովանդակային, անգրագետ ուղղակի բովանդակային նաև փոփոխություններ։ Համալսարանի աշխատակազմը մի քանի անգամ բաց նամակներ է տարածել լրատվամիջոցների միջոցով, ուշադրություն հրավիրելով բուհի ներսում կատարվող նրանց որակմամբ խայտառակությանը։ Հերթական նամակում աշխատակիցները նշում են, որ համալսարանը վերջին տարիներին վերածվել է ոչ թե գիտելիքի, այլ գործազրկություն եւ նվաստացում արտադրող կառույցի, որտեղ իշխանությունը բռնազավթված գյուրջինյանական կլանը վարել է իսկական բռնապետական քաղաքականություն։ 100-ից ավելի աշխատակիցներ բազմամյա փորձով, հեղինակությամբ ու նվիրումով ապօրինաբար հեռացվել են աշխատանքից։ Այդ մաքրման հիմնական գործիքը եղել է պրոռեկտոր Գևորգ Հակոբյանը, Գյուրջինյանի ամենահավատարիմ վիշիբալան։ Նա իր աշխատասենյակում հերթով կանչում էր մարդկանց, սկզբում համոզելով, հետո բացահայտ սպառնալով, խաբեությամբ ու շանտաժ անելով։ Նրա մեթոդները պարզ էին՝ կամ կհեռանաս քո կամքով, քո դիմումի համաձայն, կամ կհեռացնենք այնպես, որ Հայաստանում այլևս աշխատանք չգտնես։ Նրանք, ովքեր դեռ չեն ենթարկվում այդ սադրանքներին, ենթարկվում են աշխատանքային հետապնդման իրենց վերադասների կողմից։ Նամակում բյուրսովականները մտահոգություն են հայտնում կրթական համակարգի տապալման վերաբերյալ։ Ընդգծում են, բուհը կրթելու, արժեքներ սերմանելու գործառույթը փոխել, վերածվել է անձնական վրեժխնդրության եւ քմահաճություններ իրականացնողի։ Ուզում ես հասարակությանը հանդես կրթությանը կապի ու իսկ կրթության մեջ են հիմնական մասը ազատ մտածող երիտասարդները բնականաբար դա բուհերում են։ Այո, դա են ուզում անել։ Հիմա ես ինչ եմ անում դա կանխելու համար, դա համար ես այսօր ակտիվ հասարակական քաղաքական գործունեության մեջ եմ, որպեսզի ձուկը գլխից հոտած, որպեսզի փոխենք համակարգը, որտեվ եթե մնա այս իշխանությունը, այո, ցավոք սրտի հասնելու են իրենց նպատակին։ Եվ մեր խնդիրն է հասկացնել մեր ժողովրդին։ Բուհի ներսում լրացնում են այլախոհներին, հեռացնում սկզբունքային ու պրոֆեսիոնալ մասնագետներին, ասում են զրուցակիցներս ու վստահեցնում, Բրյուսովում գրչին մուրճն է փոխարինել։ Անիա Բաղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։